Լևոն Տեր-Պետրոսյանը դավաճանական ազգադավ գրառումներ է կատարել, մեր որոշ լրատվականներ էլ ակտիվորեն տարածում են։ Ուշադրի լսեք, ժողովուրդ ջան, շատ ուշադրի լսեք։ Ստանը եւ վերջ անպագորբոր հողորտանքով պատերազմ հայտարարես Ադրբեջանի եւ ջախջախիչ պարտություն կրես։ Հիմարաբար մերժես Ասում է հելար ասեցիր Արցախ Հայաստանա եւ վերջ դրանով պատերազմ հայտարարեցիր։ Ասենք հասկանում եք ինչ հայտարարություն անում։ Ռոբերտ Քոչարյանի ձեռագիրն է կրկնում։ Միանում է Ռոբերտ Քոչարյանին ու ասեց իլուր աշխարհի հայտարարում է, «Այ աշխարհ ջան, ամբողջ աշխարհը լսեք, Ադրբեջանը ագրեսոր չէ, Հայաստանն է իրականում պատերազմ հայտարարել»։ Ժողովուրդ դուք հասկանում եք նմանատիպ հայտարարությունների լրջությունը, որ սրանք են անում։ Ասում է հելավ ասեց Արցախ Հայաստանա եւ վերջ դրա համար պատերազմ եղավ։ Բա ինչ ասել, որ եկել է իշխանության ու տեսնում է, որ բանակցությունների բանը բերել դրել եք սեղանի, տեսնում է, որ 30 տարի բանակցել են Արցախը մաս-մաս հանձնելու շուրջ, բայց ժողովրդին հակառակն են ներկայացրել։ Դրա համար էլ հելավ հայտարարեց Արցախը Հայաստանա եւ վերջ այսքան ձեր բանակցածները, որ Արցախը պետք է մաս-մաս հանձնեք, չենք ընդունում, ժողովուրդը չի ընդունում։ Շարունակությունը լսեք, հայր ջան։ պատերազմը դադարեցնելու Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի առաջարկը գլխովին հայաթափես Արցախը եւ զոհաբերես 5000 պայծառ երիտասարդների, իսկ 10000-ից ավելի զինվորների հաշմանդամ դարձնես, որպես պատանդ Ադրբեջանին հանձնես Թվերն ուռճացնելով սրիկայաբար էլի ստում է, բայց դե հիմա էական չէ, պրոստը շահ չեմ հասկանում, թե այտենց թվերն ուռճացնելու շահը որն է, մեկը մարդիկ բացում նայում են, չէ՞։ Լավ շարունակությունը լսեք, ժողովուրդ։ Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության անդամներին եւ ինքնագոհաբար հանդուրժեց տասնյակ հայ գերիների տառապանքը Բաքվի բանտերում։ Քո հանցավոր քաղաքականության հետևանքով Հայաստանում ապաստանած 100,000-ից ավելի արցախցի քաղաքականների նկատմամբ դրսևորեց ապերախ ու բիրտ վերաբերմունք, քաջ գիտակցելով, որ վերջիններիս կարիքները պատշաճ կերպով չբավարարելու պարագայում նրանց մեծ մասը բռնելու է գաղթի ճամփան։ Եվ այս ամենից հետո ցինիկաբար հայտարարես եւ ամեն օր կրկնես ու հպարտանաս, որ խաղաղություն ես պարգևել հայ ժողովրդին։ Դրա Արցախի դեմ ցուցմունք մեկ էլ Արցախի ռազմաքաղաքական ղեկավարն է Բաքվում նստած տալիս է։ Արայք Հարությունյանն էլ լավ գրել, որ լավ անհայտ է այդ մարդիկ ինչ պայմաններում են նմանատիպ ցուցմունքներ տալիս, իրենց ինչ տիպի տանջանքների են ենթարկում, որ նմանատիպ ցուցմունք են տալիս, բայց սրանք Հայաստանից խեն Հայաստանում նստած Հայաստանի դեմ ցուցմունքներ տալիս։ Ժողովուրդ իմ կարծիքով Լևոն Տեր-Պետրոսյանի կյանքին կոնկրետ վտանգ է սպառնում։ Թե չէ 90 տարեկան մարդ է համարյա, ով իրան ինչը պետք է ստիպեր, որ ելները դες դավաճանական հայտարարություն աներ, որովհետև սրանք գիտեն, եթե իրական Հայաստանի գաղափարախոսությունը 4-րդ հանրապետությունը կյանքի կոչվեց, ինչ ա լինելու բոլորի հետ։ Գիշերը սպանվել է փառակար խոշորացված համայնքի համայնքապետ Վալոդիա Գրիգորյանը։ Նախ ուզում եմ ցավակցեմ բոլոր հարազատներին ու բոլոր փառակարցիներին, քանի որ բոլորն են խոսում, որ բացի նրանից, որ Վալոդիա Գրիգորյանը լավ մարդ էր, նաև շատ լավ համայնքապետ էր, իրոք սա ցավալի դեպք է, որը պետքա տեղի չունենար։ Ցավակցում եմ զոհվածի հարազատներին։ Հիմա ուզում եմ անդրադառնամ այն սրբապիղծ անբարոյականի ծնունդներին, ովքեր որ չեն հարգում մահացածի հարազատների վիշտը, ու փորձում են այս իրավիճակում անգամ քաղաքական աչոկներ շահել։ Դաժե ձեզ անվանական չեմ ուզում, դաժե ձեր անունները չեմ ուզում տան, որովհետև դուք ձեր ապրածով, դուք ձեր էությամբ, ասեք, զիբիլ եք, հասկանում եք, դուք հայ կոչվելու դաժե իրավունք չունեք, դուք փողի մեռած, այսպես փողը շպրտես без պրինցիպ, առանց պրինցիպների ապրող ինչ-որ կենթանիներ եք, ոնց կարա այդ տեսակը հայտնվեր, չգիտեմ, ազգային ժողովում, առհասարակ նմանատիպ դաշտերում, դուք սրբապղծի, դուք չեմ իմանում, դուք ինչ տեսակ եք, ոնց կարելի է հելնել, ասել չմարսեցին, Նիկոլ Փաշինյանը չմարսեց, որ փառակար համայնքում պարտվեց, Նիկոլ Փաշինյանը սպանեց, արա դուք այդ կարգի սրբապիղծ եք, արա լավ, դուք Աստված չունեք, ոնց կարելի է նման իրավիճակում փորձել աչոկներ շահել, փորձել աչոկներ հավաքել, դուք ինչ տեսակ եք, ու դուք, ու ասենք ժողովրդի մեջից մարդ կարող է գտնվի ձեր զիբիլ տեսակը ընտրի, որ դուք գաք իշխանության։ Չնայած գիտեք ինչ որտեղ ձեր հետ համաձայն եմ։ Նիկոլ Փաշինյանն ունի իր մեղավորությունը։ Լևոն Տեր-Պետրոսյանն ու Ռոբերտ Քոչարյանը հելնում Հայաստանի դեմ ցուցմունք են տալիս, ազգադավ հայտարարություններ են անում, ասում են պատերազմի մեջ պատերազմը Հայաստանն է հրահրել, ու ասենք այդ մարդիկ ազատության մեջ են, բավա մեղավոր։ Իհարկե Փաշինյանն է մեղավոր։ Ռուսաստանից ֆակտ, այն որ ապացուցելու կարիք չունի, մարդիկ գործողում են Հայաստանում փորձում են ինչ-որ քայլեր իրականացնել, հետո ձևավորում են մեր ձևով շարժում, կամավորներ են հավաքում, չգիտեմ ինչ նպատակներով, պետությունը դեմը չի առնում, ու մեղավորությունն է Նիկոլ Փաշինյանի մեղավորությունն է։ Այդ առումով դուք լրիվ ճիշտ եք։ Նիկոլ Փաշինյանն ունի իր մեղավորությունը։ Հիմա երևի սպասում են ինչ-որ այդ կամավորները կասկածելի անվամբ, կասկածելի շարժմամբ ինչ-որ Հայաստանում գործողություններ իրականացնեն, նոր դեմերն առնեն, որ անկարծ հետո ժողովուրդը չմեղադրի, չասի թե քաղաքական հետ է։ Այդ մեղադրողները շատ չնչին տոկոս են։ Ստե պետության հարցն է, նմանատիպ շարժումների դեմերը պետքա միանգամից առնել, որ հետո նմանատիպ ողբերգությունների առաջ չկանգնենք։ Էլի եմ ասում, ճիշտ եք, Նիկոլ Փաշինյանն է մեղավոր, որ ձեր նման պետության դեմ քայլեր կատարողները դեռ ազատության մեջ։ Ընտրությունների օրը մոտենալու պես սարսափելի քայլեր են կատարվելու, ես համոզված եմ։ Ռուսաստանը այդքան հեշտ բաց չի թողնելու Հայաստանը Ռուսաստանի գուբերնիա դարձնելու հեռանկարից։ Անելու են ամեն հնարավոր ու անհնարին քայլ, որ բաց չթողնեն։ Ռուսաստանի նման պետությունը տարածաշրջանում երկրորդ Իսրայել թույլ չի տալու։ Իսկ եթե Հայաստանը կարողացավ իրական անկախություն ձեռք բերի, Հայաստանի հզորացումը անխուսափելի է լինելու։
Պետությունը եթե այսօր կտրուկ ու վճռական քայլերի չդիմեց հանուն հայրենիքի, հանուն Հայաստանի հզորացման, հետո շատ դժվար է լինելու, եթե ոչ անհնարին։ Չի կարա մարդ հելնի պետության դեմ ցուցմունք տա, իլուր աշխարհի հայտարարի, որ պատերազմը դա Հայաստանն է հրարել, նման տիպի դավաճանական հայտարարություն անի, առաջին նախագահը, երկրորդ նախագահը ու անպատիժ մնա։ Իսկ այս մարդիկ ամեն քայլի պատրաստ են։ Ինչա թե իրենց թալանը հանկարծ չվերադարձվի, որովհետև իրենք էլ են հասկանում, երբ որ Հայաստանը ձեռք բերեց իրական անկախություն, հենց մյուս օրն է իրենց թալանը վերը։ Մյուս օրը իրենք դառնալու են բոմժ։ Ոչ մի ունեցվածք չեն ունենալու։ Իրենք դա լավ գիտակցում ու հասկանում են։ Չի կարող մեր երկրում այլ երկրի քաղաքացին գա, ձևավոր ինչ-որ կասկածելի անվամբ շարժում, կամավորներ հավաքագրի, պարզ չի ինչ նպատակներով, չի կար, եթե այսօր դուք չառնեք նմանատիպ երևույթների դեմը, հետո շատ վատ ալնելու։ Ռուսաստանն էլի եմ ասում, ամեն քայլի գնալու է, որ Հայաստանի գուբերնացման հեռանկարը ձեռքից բաց չթողնի։ Ռուսաստանը թույլ չի տալու տարածաշրջանում երկրորդ հզոր պետություն, երկրորդ Իսրայել։ Իսկ եթե մոտեցավ ընտրությունների օրը ու պետությունը ոչ մի քայլ արած չեղավ, նույն Ռուսաստանը ամեն քայլի դիմելու է, որ մեր պետությունը քանդի։ Հայր դիմում են բոլորիդ, անկախ քաղաքական հայացքներից։ Սխալ բան եմ ասում։ Մենք իրավունք ունենք թույլ տալու, որ այլ երկրի քաղաքացին գա նմանատիպ շարժում ձևավորի։ Ու բոլորիդ հարց եմ տալիս։ Մի հատ, որ դուք ձեր մեջ հարց տաք, այդ նույն անձնավորությունը, եթե որ երկրից որ եկել է, այդ երկրում նման տիպի շարժում ձևավորեր, ինչ կլիներ։ Ես պրոստը խնդրում եմ, ադեկվատ մարդկանց, թասիվով ընդդիմադիր քաղաքացիներին, այն մարդիկ, ով մտածում են պետականության մասին, մի հատ այդ հարցը դուք ձեր մեջ տվեք։ Անբարոյականներին չի վերաբերվում, որ գալի ինչ-որ բան գերում թռնում են, իրանց մասին չի խոսքը, իրենք հայ կոչվելու իրավունք չունեն։ Դիմում եմ թասիվով մարդկանց։ Հայր կոչ եմ անում բոլորիդ համախմբենք պետության շուրջը ու պահանջենք, որպեսզի նմանատիպ երևույթների դեմը պետությունը կտրուկ ձևերով առնի։ Բոլորիդ կոչ եմ անում, համախմբենք նմանատիպ պահանջով։ Չորրորդ հանրապետությունը տարածաշրջանում լինելու է երկրորդ Իսրայելը։ Մենք լինելու ենք Իսրայելի նման հզոր պետություն։ Մենք Թուրքիայից էլ ենք հզորանալու։ Ինչ վիլլա է դիժբան։ Մենք Թուրքիայից հզոր պետություն ենք լինելու։ Հայեր ջան, այն պոտենցիալը, որ մեր ազգն ունի, աշխարհում ոչ մի ազգ չունի։ Այդ ամեն ինչը իրոք հնարավոր է միմիայն մի դեպքում, երբ որ մենք բոլորս մոռանանք ամեն ինչ, մոռանանք քաղաքական հայացքներ ու համախմբվենք մի գաղափարի շուրջ, միմիայն մեր ազգը հզորացնելու շուրջ։ Շատ դժվար է լինելու, հայեր ջան, դժվարին պայքար է մեզ սպասվում։ Հայաստան ամեն օր մեծ գումարներ է մտնում, առնում են ում հնարավոր է։ Զուտ նրա համար, որ Հայաստանը դարձնեն Ռուսաստանի գուբերնիա։ Այս չեմ ասում Ռուսաստանի հետ պետքա թշնամի լինենք, ոչ, Ռուսաստանի հետ մենք պետքա լինենք բարեկամական երկիր պետքա լինի Ռուսաստանը մեր համար, բայց դա չի նշանակում, որ մենք պետքա Ռուսաստանից կախված լինենք ու լինենք Ռուսաստանի գուբերնիա։ Մենք լինելու ենք ազատ, անկախ, հզոր պետություն, տարածաշրջանի երկրորդ Իսրայելը, հզորությամբ։ Դավադիր ուժերի մոտ վտանգը այնքան է մեծացել, որ Հայաստանի առաջին ու երկրորդ նախագահը հելնում Հայաստանի դեմ ցուցմունքներ են տալիս, ասելով, որ պատերազմը Հայաստանն է հրարել։ Սա Հայաստանի դեմ ցուցմունք է, ուրիշ ոչինչ, սա դավաճանական քայլ է։ Սա քայլ է, որ Հայաստանը ամեն գնով չթողեն, որ դառնա իր հզորությամբ երկրորդ Իսրայել։ Իշխանությունների եւ պետությանը կոչ եմ անում ցուցաբերել վճռականություն նման տիպի դավաճանական ուժերի դեմ պայքարելիս։ Պետությունը պարտավոր է կարևորագույն փուլում, երբ որ Հայաստանը կանգնած է երկընտրանքի առաջ կամ իրական անկախություն են ձեռք բերում ու հզորանում ենք կամ դառնում ենք Ռուսաստանի գուբերնիա, պարտավոր է հանուն պետության, հանուն հայրենիքի ցուցաբերել վճռականություն։ Բազմահազար հայերիս խնդրանքով ու առաջարկով պատրաստվում եմ կամավորների մեծ խումբ ստեղծել։ Կամավորների խումբը կպայքարի այն նմանատիպ դավաճանական ուժերի դեմ, հիմնականում պետությանը աջակցելով պետությանը կոչ անելով, որ ցուցաբերի վճռականություն։ Մենք կանգնած ենք լինելու պետության կողքը։ Մենք պայքարելու ենք ազատ անկախ հզոր Հայաստանի համար։ Մենք լինելու ենք տարածաշրջանում երկրորդ Իսրայելը, այլ երկ չկա։ Այս ժամանակաշրջանը, որ այս մեր օրերը պատմության մեջ է գրվելու, որպես ամենաուժեղ Հայաստան, 4-րդ հանրապետությունը լինելու է ամենահզոր Հայաստանը։ Տարածաշրջանում ամենաուժեղ երկրներից մեկը։ Մենք Թուրքիայից էլ ենք հզորանալու։ Հայեր ջան, պետք է համախմբենք մի գաղափարի շուրջ, մեր պետության շուրջ, իրական Հայաստանի գաղափարախոսության կողքին։ Մոռանանք Մեր ազգի ամենամեծ խնդիրը գիտեք որն է, հայր, որ մենք ինքներս մեզ թերագնահատում ենք։ Ամբողջ աշխարհով հայ ազգը հայը հայտնի է որպես յուրահատուկ ուղեղի տեր ազգ, բայց մենք մեզ թերագնահատում ենք։ Կոմենտները կարդում ես, խոսում ես, որ մենք չպետք է թույլ տանք, որ Ռուսաստանի գուբերնիա դառնանք, արա գալի գրում են Ռուսաստանի գուբերնիա չես դառնա, Թուրքիայի վիլա դառնաս։ Ինչի ժողովուրդ, այդ երկու տարբերակն է։ Հնարավոր չի, որ մենք ասենք տարածաշրջանի ամենաուժեղագույն պետություններից մեկը դառնանք ու հասնենք նրան, որ Թուրքիայից էլ հզորանանք։ Հնարավոր չի, ինչի հնարավոր չի։ Ինչի ենք ինքներս մենք թերագնահատում։ Ինչի պետք է ամբողջ աշխարհով հայը որ երկիր գնա, ամենահաջողակ մարդը լինի, բայց Հայաստանում ինքը վատ ապրի։ Սա թերագնահատված, ինքը իրան թերագնահատելով ապրի։
Հայր, եկեք դադարենք ինքներս մեզ թերագնահատելուց։ Ինչի պետք է հայը գնա ինչ-որ երկիր ընդ լինի ամենահաջողակ մարդկանցից մեկը, բայց այդ նույն մարդը Հայաստանում, ասենք ինքը վատ ապրի, ընկճված ապրի, թերագնահատված ապրի։ Այդ ամեն ինչը մեզանից է գալիս։ Մենք մեր մեջ պետք է փոխենք այդ հոգեբանությունը մեր մեջ պետք է փոխենք։ Չէ, մենք չպետք է լինենք ոչ Ռուսաստանի գուբերնիա, ոչ Թուրքիայի վիլայետ, մենք պետք է լինենք տարածաշրջանում ամենահզոր պետություններից մեկը։ Մենք պետք է համախմբվենք, Թուրքիայից էլ հզոր պետություն պետք է դառնանք։ Հայր նման հնարավորություն, որ մենք հիմա ունենք ձեռք բերել իրական անկախություն, ոչ թե թղթի վրա գրված ձևական, այլ իրական անկախություն։ Կարող է մի 100 տարի չունենանք, եթե սխալ թույլ տանք Ռուսաստանի ճիրանների տակից դուրս չգանք ու դառնանք Ռուսաստանի գուբերնիա։ Եկեք համախմբվենք մեր պետության շուրջ։ Եկեք թույլ չտանք այդ սխալը, դաժե եթե դու իշխանություններին չես սիրում, Փաշինյանին չես սիրում, դու պետք է հասկանաս, որ երկընտրանքի առաջ ենք կանգնած։ Կամ հակառակ կողմ ես բռնում ու դառնում ենք Ռուսաստանի գուբերնիա, կամ էլ դնում ես բոլոր քաղաքական հայացքները մի կողմ, կանգնում ես իրական Հայաստան գաղափարախոսության կողքին ու հզորացնում ենք մեր պետությունը։ 4-րդ հանրապետությունը պատմության մեջ լինելու է ամենահզոր հանրապետությունը։ Մենք լինելու ենք տարածաշրջանում ամենահզորագույն պետություններից մեկը։ Բայց ելի եմ ասում, դա կարա լինի միայն մի դեպքում, երբ որ մենք բոլորս դնենք ամեն ինչ մի կողմ ու համախմբվենք մի գաղափարի շուրջ։ Միայն այդ դեպքում կհաղթենք բոլորին, որովհետև Ռուսաստանը այդքան հեշտ նման հեռանկարից չի հրաժարվելու, հա, Հայաստանը Ռուսաստանի գուբերնացման հեռանկարից այդքան հեշտ չի հրաժարվելու, ամեն ինչ անելու է, ինչ խառնաշփոթներ ասես ստեղծելու է, դրա դեմը կարանք առնենք մենք բոլորս, ես ու դու, մենք բոլորս կարանք առնենք միմիայն հանրապետականների իմպիչմենտի գործընթացն սկսա, ասում են ԿՊ-ին հեռացնենք, արդար ընտրություններ անենք։ Այդ հարց էլի, ով է անցկացնելու արդար ընտրությունները, Ռոբերտ Քոչարյանը, թե Սերժ Սարգսյանը, որ մեկը։ Բնականաբար այդ իմպիչմենտի գործընթացին մարդ չկա, որ լուրջ վերաբերվի, դաժե իրենք լուրջ չեն վերաբերվում, բայց մարդկանց մոտ հարց է առաջանում, դաժե ընդդիմադիր քաղաքացիների մոտ, լավ, սրա նպատակը ո՞րն է, ինչ իմաստ կա մի գործընթաց սկսել, ստանձնել քաղաքական պատասխանատվություն, որը որ ոչ միայն ոչ թե տապալված, այլ զուտ ծիծաղ առաջացնում, ուրիշ ոչ մի բան։ Գիտեք նպատակը ո՞րն է։ Մի նպատակ ունի՝ դիրքավորվել ընդդիմադիր դաշտում ընդհանրապես, ուրիշ բան չկա։ Խորհրդարանական ընտրություններին երկրորդ տեղը մոտավորապես 15-16% ձայն է ստանալու։ Կռիվը զուտ այդ երկրորդ տեղի համար է։ Բա գիտեք ինչի Հայաստան դաշինքը այսքան վաղ չէր միանում ու հիմա դրուկ որոշեց միանալ։ Մի հատ դուք ձեր մեջ տվեք այդ հարցը, որովհետև դաշտում հայտնվեց նոր ուժ, նոր ձևավորվող ուժ, որը որ տենց Հայաստանը դեպի Ռուսաստանի գուբերնացիոն տանող մեր ձևով Սամվել Կարապետյանի մի խոսքով շարժումն է, մեր ձևով ասված։ Ու սա պայքարը զուտ իրանց դեմ, ստե ուրիշ բան չեմ տեսնում, դուք էլ որ մի փոքր մտածեք, կհասկանաք, որ հենց տենցա որ կա, որովհետև իրանք հասկանում են, որ այդ ուժը, չգիտեմ, ֆինանսների միջոցով որպես ժողովուրդ արդեն զզվել է այդ ընդդիմություն, խորհրդարանական ընդդիմությունից, կարող է նոր ուժ ձևավորվում, հետնել բավականին մեծ ռեսուրսներ ունի ֆինանսական, կարող է երկրորդ տեղ զբաղեցնել։ Իրանք այդ ամեն ինչը հասկանում են ու հիմա զուտ սկսել են պայքար իրանց դեմ, այսինքն իրենք իրար մեջ են հիմա ուտում։ Սկռիվը զուտ գնում է երկրորդ տեղի համար, ուրիշ բան չկա, հայր ջան։ Ես հասկանում եմ, որ ոչ մեկը լուրջ չեք վերաբերվում այդ գործընթացին ծիծաղելի է, բայց ամեն մեկիդ մոտ այդ հարցը առաջանում է, լավ, նպատակը սրա ո՞րն է։ Նպատակը դա է, ուրիշ նպատակ չկա։ Իդեպ այդ նոր ուժ ասվածնել ընդամենը անունով է, նոր ուժ իրան նոր ուժ չի կարելի կոչել։ Մեկը Նարեկ Կարապետյանի հայրը Սերժ Սարգսյանի ժամանակ աշխատակազմի ղեկավարների նոր ուժի մասին է խոսքը, զուտ անունով է նոր ուժ, հայր ջան։ Բայց թե երևի շատ են նեղվել, որ այդ նոր ուժ ասվածը անընդհատ հրաժարվում, ասում են, մենք իրանց հետ կապ չունենք, երևի այդ հանգամանքից իրոք նեղվել են, իրանք էլ ասում են, դե արի, որը տենց է երկրորդ տեղ չզբաղեցնելու։ Ուղղակի ձեր բախտը այնքանով չի բերել, որ էլ հային չեք կարողանա նմանատիպ խաղերով խաբեք։ Բոլորը անգամ ընդդիմադիր քաղաքացին հասկանում է, որ երկընտրանքի առաջ ենք, կամ գնում դառնում ենք Ռուսաստանի գուբերնիա, ձեզ ցանկացածին ձայն տալով, կամ էլ ձեռք ենք բերում իրական անկախություն ու մենք լինելու ենք տարածաշրջանում ամենահզոր պետություններից մեկը։ Մենք Թուրքիայից էլ ենք հզորանալու։ Ու ձեր գործընթացի պատասխանը հենց ադեկվատ թասիբով ընդդիմադիր քաղաքացին է տալու ձեզ։ 44-օրյա պատերազմի հերթական տարելիցի օրն է։ Փառք նահատակներին։ Այսօր հայրենիքի համար զոհված թագավոր տեղեկի շնորհիվ է, որ մենք ձեռք ենք բերել խաղաղություն, որ այս սահմանում ոչ մեկ չի զոհվելու։ Փառք ու պատիվ հայրենիքի համար կյանքերները տված ընտանիքներին։ Իրենք զոհվել են, որ մենք ապրենք ու հզորացնենք մեր հայրենիքը։ Հանուն բոլոր զոհվածների մենք պետք է պայքարենք, համախմբվենք, համախմբված հզորացնենք մեր բոլորիս հայրենիք Հայաստանը։ Իրենց շնորհիվ է, որ մենք այսօր ստեղծում ենք 4-րդ հանրապետություն։ 4-րդ հանրապետությունը լինելու է տարածաշրջանում ամենահզորագույն պետություններից մեկը։ Մենք Թուրքիայից էլ ենք հզոր լինելու։ Մենք հանուն նմանատիպ թագավոր տեղեքի պարտավոր ենք համախմբվել ու հզորացնել մեր երկիրը։ Մենք պետք է դադարենք քաղաքական հայացքների պատճառով մեկը մյուսին վիրավորելը։ Դաժե եթե համակարծիք չես, փորձի ադեկվատ քո մտքերը հայտնես։ Չի կարելի քաղաքական հայացքների պատճառով մի հայը մյուս հային վիրավորի։ Ադեկվատ քո մտքերը արտահայտի, միգուցե խելացի բան ասես դիմացին տել համաձայնվի քո ասացի հետ։ Իհարկե, եթե ընդունակ ես
ինչ որ միտք արտահայտելու, հա, որովհետև գիտենք հիմնականում ինչ տեսակներն են վիրավորանքներ գրում, իրենք ինչ տեսակ են, բայց պետք է այդ տեսակներ խելքի գա, պետք է հանուն հայրենիքի, հանուն պետության այդ տեսակներ պետք է խելքի գա ու հասկանա, որ չի կարելի մեկը մյուսին, դա բարոյականություն է, որ մեկը մյուսին հայոյում է զուտ քաղաքական հայացքների պատճառով։ Շատ կարևոր է որ չլինի, որովհետև սրանից է գալիս այդ պառակտումը, իսկ պառակտումը պետք է վերանա, որ մեր ազգը համախմբի մի գաղափարի շուրջ, հանուն պետության, հանուն պետականության գաղափարը պետք է միմիայն Հայաստանի հզորացումը, բոլորիս գաղափարը միմիայն դա պետք է լինի, միմիայն պետք է մտածենք մեր Հայաստանը հզորացման մասին։ Բոլոր իմ հայերս պետք է գիտակցեն, որ Հայաստանը կանգնած է երկընտրանքի առաջ։ Կամ գնում Ռուսաստանի գուբերնիա ենք դառնում, կամ կանգնում ենք բոլորս իրական Հայաստան գաղափարախոսության կողքը ու հզորացնում ենք մեր նոր ստեղծվելիք 4-րդ հանրապետությունը, որն էլի եմ ասում, լինելու է տարածաշրջանում ամենահզորը։ Մենք Թուրքիայից հզոր ենք լինելու։ Հայ ժամանակը չի որ մի հատ դուրս գանք փողոց ու այս 5-րդ Շարասյանը վերջնական ցույց տանք իրենց տեղը։ Հերիք չի դեռ պատժված չեն սրանք։ Մի հատ էլ մտածում են կարան Հայաստանում ինչ որ գործընթաց սկսեն, թեկուզ եւ ասենք ծիծաղելի գործընթաց, ես իմում աչքերին թոս փչելու համար, անա դա պարզ չի թե ում աչքերին են սրանք ուզում թոս փչեն։ Ու ես վստահ եմ որ ամենաառաջինը հենց թասիբով ընդդիմադիր քաղաքացին պետք է շահագրգռված լինի, որ սրանց իրենց տեղը ցույց տա, որովհետեւ սրանք հենց ընդդիմադիր քաղաքացում ոնց որ ձեռ առնելու փորձ անեն, հույսի մեջ պահեն, ինչի մեջ պահեն, լավ, սա ինչ կապիկություն է, սա վերջը ինչի համար է արվում ժողովուրդ։ Ով կարա ինձ, ես ինչքան մտածում եմ, չեմ հասկանում, սա ինչի համար է, նպատակը ո՞րն է։ Չգիտեմ նպատակը իրական ո՞րն է, ում աչքին են թոս փչում, որ երկրի պատվերն են կատարում, ես իրանք ցիրկը սարքելով, ես իրանք կրկեսը սարքելով, բայց մի բան գիտեմ, մենք պարտավոր ենք այս 5-րդ Շարասյան իրենց տեղը ցույց տանք ու բացատրենք, որ դուք Հայաստանում դաժե այսպես կրկեսի վերածվող դաժե նմանատիպ գործընթաց չեք կարող սկսեք, որը որ ձեռ առաջին դուք ձեզ եք ձեռ առնում։ Սրանց պետք է վերջնականապես մերժենք, որովհետև մեր պետության հզորանալու համար նաև շատ կարևոր է որ ունենանք հզոր ընդդիմություն, իրականում երկրի մասին մտածող ընդդիմություն։ Երկու շատ կարևոր քայլ ունենք։ Ամեն ինչ պետք է անենք, որ իրական Հայաստան գաղափարախոսությունը ավելի շատ ձայն հավաքի, քան թե 2018 թվականի խորհրդարանական ընտրություններն էր։ Երկրորդ քայլն էլ ամեն ինչ պետք է անենք, որ սրանց նման այսպես երկրի դեմ ընդդիմություն կոչվածները, սրանք երկրի դեմ են ընդդիմություն, հայ դեմ են ընդդիմություն, ուրիշ ոչ մի բան։ Չպետք է իրենք ոչ մի դաշտում տեղ գրավեն, ընդդիմությունն է պետք է հզոր լինի, ընդդիմությունն է պետք է երկրի մասին մտածող ուժեղ ընդդիմություն լինի, որ երկիր հավատացեք ժողովուրդ ջան, լավ ընդդիմությունից էլ է շատ բան կախված, երկրի զարգացումն է դրանից կախված։ 4-րդ հանրապետությունը լինելու է տարածաշրջանում ամենահզոր պետություններից մեկը։ Մենք Թուրքիայից էլ ենք հզորանալու հայեր ջան, դրա համար պետք է բոլորս համախմբվենք պետության շուրջ, պետականության շուրջ, իրական Հայաստան գաղափարախոսության շուրջ, որ չթողենք այս 5-րդ Շարասյուն կոչվածներին Հայաստանը դարձնա Ռուսաստանի գուբերնիա։ Ու ելի եմ ասում, սրանց պետք է լարենք, որ նաև հզոր ընդդիմություն ունենանք, երկրի մասին մտածող, պետության մասին մտածող։ Սրանց թալանը վերադարձվելու է, սրանց թալանը ամեն օր է վերադարձվում, ամեն օր մտեք կարտացեք թե օրեկան ինչքան գումար է վերադարձվում պետությանը։ Դրա համար է սրանք իրար են խառնվել ու ամեն ինչ անելու են, որ թույլ չտան հայեր ջան։ Պետք է անկախ քաղաքական հայացքներից բոլորս համախմբենք պետության շուրջ։ Հայր լսեք Աշոտյանն ինչ ասում։ Ընտրությունները 35 տարի միայն վատն էին, ուրեմն մեկ պետությունը վատն էր, ուրեմն այս պետությունը պետք է ջնջել ու հրճակել 4 հանրապետություն։ Պարզ չի տրամաբանական շղթա։ Մանրից սկսել են ջոգել, բայց մենակ ընտրությունները չէին վատում, մենակ ընտրություններով չէի խափում ժողովրդին։ Սկսած Թալանից վերջացրած Արցախի շուրջ բանակցություններից, որ իրականում բանակցում էիք Արցախը փուլ հանձնելու շուրջ, բայց ժողովրդին այլ բան էիք ներկայացնում։ Մեկ էլ ասում է Նիկոլը Բիրիկով ուզում է մեզ վաճառի։ Երևի մեզ ասելով ինքը իրենց 5-րդ Շարասյունը նկատի ունի, էլի կարծում եմ, չգիտեմ ինչը նկատի ունի, բայց դե հավատացեք, որ ձեզ առնողը լիներ շուտվանից վաճառը բրծել էինք։ Ու այս ելույթ ազգային ժողովի լսումները, ինչա չեմ էլ իմանում, տենց իմպիչմենտի գործընթաց են անում իրանք այդ ժամանակա խոսում, հա իդե 2018 թվականի հեղափոխությունից հետո էլի տենց մի բան էիք կազմակերպել ու մի հատ բան էիք տրանսվիստիտ էիք բերել։ Ոնց այս անգամ չէիք կանչի ելույթ ունենալ։ Ժողովուրդ մի հատ նախքին падգամավոր ունենք, ինքը տենց ընդդիմադիր գործիչ է, նորմալ հարաբերությունների մեջ եմ հետը, կաֆեում նստած խոսում էինք, ասում է ինքն էլ էր մտադիր գնալ այդ գործընթաց ասվածին, ասում է վախեց, ասում է մտածի կարող ասենք տրանսվեստիտ բանը, այդպես բաներ բերել ելույթ ունենա։ Լավ, երկրի թիվ 1 ամբիոնն է։ Ոնց դուք կարայիք թույլ տայիք, որ այդ ամբիոնից ով ասես, ինչ ասես, հելներ խոսար դե, արա մենակ տրանսվեստիտ չկար, այդ ինչ դենքեր կային, այդ ինչ երևույթներ կային, իրոք հայտարարությունը ձեր կողքի կանգնած էլի ընդդիմադիր գործիչները, ասենք իրանք շոկի մեջ են ձեր պահվածքից հասկա, իրանք էլ են ասեն ցայտնոտի մեջ չեն հասկանում, թե լավ, իրանց նպատակը ո՞րն է, ինչի են թույլ տվել, որ ով ասես, ինչ երևույթ ասես, կա այդ ամբիոնից ելույթ ունենա։ Հայր այս թեմայից իմ խոսալուց միակ նպատակն է, որ ամեն ինչ պետք է անենք, որ հաջորդ խորհրդարանում առողջ ընդդիմություն լինի, երկրի մասին մտածող ընդդիմություն լինի,
Երկիրը թալանած, չգիտեմ, եսի ինչերի մեջ խառնված, որ ինքը մենակ մտածի երկիրը զարգացնելու մասին։ Իշխանություններին ճնշի, որ իշխանությունները ավելի լավ աշխատեն։ Այդտենց ընդդիմություն է պետք, ոչ թե երկրի դեմ ընդդիմություն, հայ դեմ ընդդիմություն, իմ ու քո դեմ ընդդիմություն։ Իրանք պետքա տեղ չունենան։ Մեր գիտակցական մակարդակն արդեն այնքան պետքա բարձր լինի, որ իրանց մասին դաժե չխոսվի։ Մի բառով sense իրանք մերժված են, իրանց մասին դաժե չպետքա քննարկվի անգամ։ Սրանք միջև վերջ Ռուսաստանի հետ միասին ամեն ինչ անելու են, որ Հայաստանը սարքեն Ռուսաստանի գուբերնիա, բայց չի ստացվելու։ Հայաստանը տարածաշրջանում ամենահզոր պետություններից մեկն է լինելու։ Մենք Թուրքիայից էլ հզոր պետություն ենք դառնալու։ Տակշկիր այն ընդդիմադիր քաղաքական գործիչներ, բայց երկրի դեմ ընդդիմադիր, որ փորձում են Փարակարի համայնքապետի սպանությունը տենց Նիկոլի հետ կապել, ինչ-որ քաղաքական երանգներ տալ, հաշվի չառնելով մահացածի հարազատների տենց զգացմունքները, ոչ մի բան հաշվի չառնելով, հա սրանք փորձում են ընդամենը ինչ-որ քաղաքական աճոքներ շահեն։ Իրենց հիմա ո՞նց են զգում։ Գոնե մի այսքան ամաչում են, թե չէ։ Դժվար, գիտեք հայեր, իրոք դժվար սրանք ամաչեն։ Գիտեք հայեր, որովհետև սրանք ինչ տեսակ են։ Սրանց համար մի հատ խոսալու բան լինի, զուտ այդ պահին կարողանան տենց ինչ որ մի քանիսի աչքերում ճիշտ Երևան հելնեն խոսան, սրանք այդ տեսակն են, որովհետև սրանց համար կարևորը sense կարճաժամկետում իրանք կրած լինեն։ Այս մի sense այս պահին իրանք մտածելով կրած լինեն, որովհետև իրանք մտքերն ու նպատակները Աստծո առաջ մաքուր չի։ Դրա համար իրանք մտածում են կարճաժամկետի մասին։ Դրա համար իրանք հելնում են այս պահին sense ինչ որ հարց կա, այն նուրբ հարց կա ազգի համար բան հարց կա, ելնեն ասեն, «Յո, չհասկացանք, Ադրբեջանին մեր թշնամին է, պետքա գնանք մորթենք, սպանենք, ինչ խաղաղություն, ինչ բան», ելնեն նմանատիպ հայտարարություն անեն, փորձեն ազգի հայերիս մեր բոլորիս sense զգացմունքների հետ խաղալ։ Իրանց նպատակը մենակ դա է։ Իրանք այդտենց կեղծավոր ոչ մեկի առաջ ամենակարևորը Աստծո առաջ նպատակները կեղտոտ նպատակներ ունեցող երևույթներ են։ Ցավոք սրտի նման երևույթներ շատ ունենք։ Ամբողջ կյանքում ոչ մի բան չարած, ոչ մի բանի չհասած, բայց այսօր հելնում են սուտի հայրենասեր են խաղում։ Ցենց հեռախոսները վերցնում են դեմներն ու հայեր, պետք է գնանք մորթենք, էս հետ բերենք, էնի տվեց, այս sense ելեն հայտարարություն անեն։ Հայեր ջան, դրանք տականք տեսակ են, այդ տեսակին, այտենց որ նայում եք այտենց սուտի հայրենասերը խաղում, չգիտեմ ինչ անում, իրանք զուտ փորձում են այտենց կարճաժամկետում ձեր աշկերին թոս փչեն, ձեր աշկերին լավն Երևան։ Իրանք ոչ կապ ունեն հայրենիքի հետ, ոչ կապ ունեն Հայաստանի հետ, ոչ էլ կապ ունեն առավել եւս հայրենասիրության հետ։ Հիմա այսօր այտենց նման տիպի կեղտոտ հայտարարություններ չեմ անում, նպատակս ու ասածս մենակ են, որ հայեր մենք պետք է առաջին հերթին մենք հզորացնենք մեր պետությունը, հետո նոր մեր անելիքները անենք, ոչ մեկ էլ չի մոռանում, ոչ Թուրքիա արածը, ոչ ադրբեջանցու, իրանք մեր թշնամիներն են, դրանում խոսք չկա։ Բայց մինչև մենք չհզորանանք, ոչ մի բան չենք կարող անենք։ Ու մենք լինելու ենք տարածաշրջանում ամենահզոր պետություններից մեկը, 4 հանրապետությունը լինելու է Թուրքիայից էլ հզոր պետություն։ 90% երկերը լսում ես միայն ողբալու մասին է։ Մեզ ջարդեցին, կոտորեցին, սպանեցին, երաժշտությունը ստեից ընդեից գողացած։ Ես կոմպոզիտորներին եմ կոչանում։ Ազգին ոգեշնչող երաժշտություններ գրեք, ազգին ոգեշնչող երգեր երգեք։ Հիմա արդեն հզորանալու ժամանակն է։ Մենք պետքա հզորանանք, մենք տարածաշրջանում հզորագույն պետություն ենք լինելու։ Մենք համախմբվելու ենք ու Թուրքիայից էլ հզոր պետություն ենք դառնալու։ Մենք ամբողջ աշխարհին հայտնի ենք որպես աշխարհի ամենախելացի ազգերից մեկը։ Հետևաբար ի՞նչ է մեզ պակասում, որ դառնանք հզոր պետություն։ Միմիայն համախմբում այր ջան։ Մենք պետքա համախմբենք ու հզորացնենք մեր պետությունը։ Դրա համար էլի եմ ասում, այդ ողբալներին դադարեցրեք։ Այնց երկեր գրեք, աշխարհին տեղեկացրեք, որ մենք հայ ենք։ Մի քանի պետությունների դեմ 44 օր կռիվ ենք տվել։ Այ մենք այդ ազգն ենք։ Նման երկեր գրեք, ազգին ոգեշնչող երկեր գրեք։ Հայաստան մեծ գումարներ է մտել ու շարունակում է մտնել։ Առնում են ում հնարավոր է, զուտ նրա համար, որ ազգին այնպիսի քարոզ տանեն, որ հանկարծ մենք ազատ անկախ պետություն չդառնանք, հանկարծ մենք իրական անկախություն ձեռք չբերենք, այլ գնանք դառնանք Ռուսաստանի գուբերնիա։ Այնենց երկեր գրեք, որ այդ ծախվողները այդ երկերը լսեն ու ամաչեն, որ իրանք ծախվել են գումարի դիմաց ու չգիտեմ պայքարում են եսիմ ինչի դեմ, եսիմ ում համար են պայքարում, այտենց երկեր գրեք։ Այս ժամանակաշրջանը Հայաստանի պատմության մեջ լինելու է հզորագույն ժամանակաշրջաններից մեկը, ու մենք բոլորով պետք է հասնենք դրան, հայեր ջան, բոլորով պետք է համախմբվենք ու հասնենք դրան։ 4 հանրապետությունը լինելու է տարածաշրջանում ամենահզոր հանրապետություններից մեկը։ Մենք բոլորս հասնելու ենք դրան, էլի եմ ասում։ Միմիայն մեր համախմբման շնորհիվ մենք հասնելու ենք դրան։ Դադարում ենք այդ ողբալի երգերը, այդ չգիտեմ, մենք ողբացող, մենք մեղք ազգ չենք, մենք հզոր ազգ ենք։ Հետևաբար այդ երկերը, այդ ձեր այդ ողբային բաները դադարեցրեք։ Էլի ես եւս մեկ անգամ կոմպոզիտորներին եմ կոչանում, երգիչներին եմ կոչանում։ Այնպեսի երգեր գրեք, որ ազգը դրանից ոգեշնչվի։
Դաժե այդ հայրենասիրական երգերի մեջ ոնց որ հատուկան են ծարված լինի, որ այդ ողբը լինի, ոնց որ ինադու sense աշխատած լինեն մեր ազգի վրա, որ sense մեր ազգը միշտ ընկճված ապրի, ուրիշ բան ես չեմ տեսնում։ Հայր ջան, շատ կարևորագույն ժամանակաշրջան ենք ապրում։ Ամեն ինչ մեր ձեռքերում է, իմ ու քո ձեռքերում է, կամ ձեռք կբերենք իրական անկախություն, կամ կգնանք դառնանք Ռուսաստանի գուբերնիա։ Հայր ջան, մի հատ հավաքվեք, ուզում եմ բոլոր հարթակներով հարցում իրականացնենք ու մի հատ ռեալ պատկեր ստանանք։ Եթե այս կիրակի լիներ ընտրություններ, ում կուզենայիք տեսնել Հայաստանի Հանրապետության վարչապետ, մեկ էլ խորհրդարանում որպես падգամավորում կուզենայիք տեսնել։ Համ նշեք վարչապետին, համ էլ ձեր նախընտրած падգամավորին նշեք, թե ում կուզենայիք տեսնել խորհրդարանում։ Իդեպ նաև կարող են անձնական նամակով գրել են քաղաքական գործիչներ, ովքեր որ մասնակցելու են խորհրդարանական ընտրություններին, են կուսակցությունների նորաստեղծված ժողովուրդը այդքան շատ չի ճանաչում, մասնակցելու են ու իրանք կուզենան հարցումներում ընդգրկվեն, կարող են անձնական նամակով գրեն, եթե հաստատ մասնակցելու են, իրենց կենսագրությունը այն ժողովրդին կներկայացնեն, որ ավելի ու ավելի ռեալ պատկեր ստանան։ Հիմա մի հատ գրում ենք ում կուզենայինք տեսնել վարչապետ, մեկ էլ են մարդու անունը, ում որ կամ մարդկանց անունը, ում որ կուզենաք տեսնել խորհրդարանում որպես падգամավոր։